Դատավորների, դատախազների ու հանրային պաշտպանների պակասը խնդիր է դարձել արդարադատության համակարգում։ Հայաստանի դատական ոլորտում այսօր կադրերի 40% դեֆիցիտ կա, պնդում է Փաստաբանների պալատի նախագահը։ Անվճար իրավաբանական օգնություն տրամադրող հանրային պաշտպանները ըստ Սիմոն Բաբայանի ծանրաբեռնված են։ Յուրաքանչյուրն ավելի քան 300 գործ ունի, իսկ վերջին 3 տարվա հաստիքային կրճատումները խնդիրը միայն խորացրել են։ Հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը տարեցտարի շեշտակի ավելանում է, այնինչ պետության կողմից հատկացված գումարները չեն բավարարում դրան համահունչ հանրային պաշտպանի հաստիքացուցակում կառավարել էական փոփոխություններ, որ առնվազն ծանրաբեռնվածությունը գոնե պահպանվի, էլ չենք խոսում նվազելու մասին, իսկ այսօրվա դրությամբ այդ վիճակը միշտ էլ ծանր է եղել, այսօր առավել ծանրացել է։ Ծառայության որակի վրա եւս բացասաբար է անդրադառնում, նաեւ երկարում են գործերի քննության ժամկետները, ինչը խնդիր է դառնում նաեւ հասարակության համար, ասում է Փաստաբան Հարությունյանը։ Խնդիրը ինքնին նաև մեծ ֆինանսական ռեսուրս է ենթադրում ու մոտավորապես 3.5 անգամ ինքը նախատեսվում է գումարի չափ ավելանա, որպեսզի համահունչ կարողանան 40%-ին ապահովեն։ Դրա արդյունքում ուզում են եւ քաղաքացիները, այսինքն անձիկ, ովքեր դատական պաշտպանություն են հայցում, որովհետեւ իրենց գործերը դատարանը որ ներկայացվում է, եթե պետք է քննվի օրինակ մի տարում, քննվում է 2 տարում։ Ու ծանրավիճակը հատկապես վարչական արդարադատության բլոկում Վերաքննիչ վարչական դատարանում գործերի գրեթե կեսը անավարտ են մնում։ Դատական ծանրաբեռնվածությունը երբեմն արտասովոր իրավիճակների է բերում։ Փաստաբանական համայնքում ասում են, ծանրաբեռնվածության պատճառով հաճախ չեն պահպանվում դատական ակտերի կայացման ու հրապարակման ժամկետները։ Դատավորների սակավաթիվ լինելն էլ պայմանավորված է նաև դատարանների ոչ բավարար տեխնիկական եւ շենքային պայմաններով, ինչը եւս կապված է ֆինանսավորման հետ։ Պարբերաբար օրենսդրական փոփոխությունների միջոցով փորձ է արվում թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, մասնավորապես որոշակի կատեգորիայի գործեր հանձնվում են այլ մարմինների քննությանը, սակայն դա ցանկալի արդյունք չի տալիս։ Փաստաբանները ծանրաբեռնվածությունը թեթևացնելու լուծումը տեսնում են ֆինանսական բավարար աջակցության, նաև դատավորների քանակի ավելացման միջոցով։ Իսկ արդարադատության նախարարությունից ժամին պարզաբանում են, թե 2018 թվականից ի վեր դատավորների շուրջ 90 հաստիք է ավելացել։ Ընդ որում ներկա պահին առկա 320 դատավորների շուրջ 60%-ը 2018 թվականի ապրիլից հետո նշանակված դատավորներ են։ Բարձրացրել են դատավորների աշխատավարձը ստեղծվել եւ գործում են նաև դատարաններ։ Գործում է նաև վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, ապահովելով հակակոռուպցիոն գործերի երաստիճան մասնագիտացված քննությունը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։